Սիրելիներ, ձեզ պատահել է երբևէ, որ ընդունեք մի բան, ինչ նախկինում մերժում եք։ Ինչ նախկինում համարում եք դատապարտելի, համարում եք սխալ։ Եվ հանկարծ ինչ-որ մի բանից հետո, ինչ-որ մի դեպքից հետո, ինչ-որ մի լուրջ հոգևոր ցնցումից հետո, հոգևոր հայացք ունենալու եւ կարծես հոգևոր աչքեր բացելու արդյունքում փոխում եք ձեր կարծիքը։ Այսօր հետաքրքիր մի հիշատակի, հիշողության եւ տոնի հոգման առաջ եք մեզ կանգնեցնում եկեղեցին։ Ուրեմն հրյա Հուդա անունով մի մարդ կար, որը 326 թվականին, երբ կայսրուհին Հելինեն ուզում էր գտնել Քրիստոսի հրեաների կողմից վաղուց թաքցված խաչը, նա էլ չէր ուզում ասել ինչպես դա թաքցնող հրեաները։ Եվ ինքն անգամ բավական տառապանք կրեց դրա պատճառով, ի վերջո կայսերական ընտանիքին Կոստանդիանոս կայսեր մոժն էր մերժում։ Բայց հետաքրքիրն ինչ է, որ այն ինչ որ մերժում էր, այն ինչ որ իր համար ատելի էր, այն ինչ որ մեր շարականները կոչում են ազգ կույրերի կուրած ազգը մերժեց, այսինքն չտեսնողների Աստծո որդուն չտեսնող ազգը, չճանաչող ազգը, շարունակում էր չճանաչել եւ մերժել, այս ազգի, տեսեք, խորհրդանշական են անգամ Հուդա անունով անձը, եւ հենց մարդը, որը մերժում էր ինքը հետո հավատաց հենց այդ նույն խաչի զորությանը։ Որտեղ երբ մարմնական, չգիտեմ, հոգեբանական, զանազան չարչարանքի կամ նեղության պատճառով ստիպված եղավ տեղն ասելու, թվում է թե մարդկային բան, թուլություն։ Բայց հետո երբ տեսավ խաչի զորությունը այն զորավոր բժշկությունների ու հրաշքների միջոցով որ եղավ, իր մոտ գլխի վայր եղավ այն կարծիքն ինչ որ ուներ։ Այն ինչ որ մերժում էր, սկսեց ընդունել այն Քրիստոսին, ու մերժում էին 320 տարի շարունակ, ի վերջո 326 թվականի մասին ենք խոսում, այս նույն մարդն իսկ ընդունեց։ Եվ հետաքրքիր է ոչ միայն ինքը, այլև իր մայրը։ Եվ հետագայում արդեն իբրև քրիստոնյա մկրտվելով, ձեռնադրվելով, անգամ եպիսկոպոս է դառնում եւ Քրիստոսի անվան համար նահատակություն է ընդունում։ Այսօր եկեղեցին նշում է խաչի գտնելու, խաչի գյուտի օրը։ Սա Հեղինե կայսրուհու կողմից եղած կարևոր նախաձեռնություն էր եւ մեծ մասամբ նշվում է հենց հոկտեմբեր 26-ին մոտ եղող կիրակի։ Իմ կոչն ինչ է, որ տեսեք, երբեմն մարդիկ հոգևոր լուրջ ցնցման պետք են ունենում իրենց կյանքը վերանայելու համար։ Տեսեք, մեզ համար ազգային մեծ ցնցումներ եղան պատերազմական են, ողբերգական, հերոսական նաև դրվագները, որ ունեցանք 2020-ից սկսած։ Թվում էր, թե մեզ իսկապես ազգային մեծ ցնցում է պետք, որպեսզի մենք ուշքի գանք, բայց ի վերջո սա սկսվում է անձնային մակարդակով։ Եվ երբեմն հարմարավետության, նույնության ճահիճը թույլ չի տալիս փոխել մեր կյանքում որևէ բան։ Դրա համար երբեմն մեծ ցնցումներ, որ լինում են, այո, սա դրդում է, որպեսզի մենք վերանայենք մինչև այդ եղած մեր կյանքը։ Այն ինչ որ ունեինք իրական ճշմարիտ ավելի մաքրել, փայլեցնել եւ բարձր դնելով ավելի պինդ բռնել։ Եվ այն ինչ որ կեղծ է, այն ինչ որ ինչպես աստվածաշնչյան այսպես համեմատությամբ բերվում է կրակով հնարավոր է այրել, ախտեղի բան է, փայտ է, չգիտեմ, անգամ ազնիվ մի բան չէ, ինքը պիտի այրվի ու հեռանա։ Հետևաբար ամեն մի փորձություն, ամեն մի քննություն նման ցնցում գալիս է մեզ ասելու քո միտքը, քո խիղճը բեր, դարձրու այդ հոգևոր բարոյական կրակը այրելու քո կյանքի ախտեղությունների միջից։ Թույլ տուր, որ Աստծո հոգու կրակը այդտեղ մոտ գործի։ Եվ կարճ ինքներս մեզ քննելու, մեր ներսի աղբանոցները մաքրելու եւ մեր ներսում թաքցված խաչի գտնելու կոչ եմ ուզում անել։ Որովհետեւ խաչի գտնելն ինքնին ոչ միայն տառապանքի միջով անցնելն է, այլ խաչի վերջնական իմաստը հասկանալն է, որը հաղթանակն է, որը ծաղկումն է, գարունն է, հարությունն է։ Դրա համար քրիստոնյաների համար սա սիմվոլ եւ քարոզ է, խորհրդանիշ է այն բոլոր դարերի
արդեն քայլարշավի մեջ, որ քրիստոնեությունն անցնում է։ Այս իմաստով է, որ Պողոս Արաքյալն ասում է, որ կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, ինչպես որ Հուդայի եւ իր ազգակիցների համար էր մինչեւ հիմա էլ է։ Իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն։ Արդյոք դուք այդ զորության հաղորդ եղել եք։ Եթե չեք եղել, սիրելիներ, ուրեմն ձեր մեջ փնտրեք այդ խաչի իրական իմաստի ընկալումը։ Կարճ, ինչպես Քրիստոս ասում է, երկնքի արքայությունը ձեր ներսում է, եւ հետեւաբար մեր ներսում է, նաեւ հենց գաղտնիքը հասկանալու, թե ինչպես կարելի է խաչի չարչարանքից, Գողգոթայից դեպի հարության հաղթական արշալույս ելնել։ Աստված տվել է որը գործիքները, անգամ հոգևոր ակնոցները, մեզ պետք է ընդամենը մեր քայլն անել։ Սուրբ խաչի գտնելու տոնը թող ձեզ բոլորիդ նաև մեր ինքնության, հոգևոր ինքնության, մեծ արթնության, բանալին գտնելու տոն լինի, անձնական դաշտում, Տերն օրհնի բոլորիդ,